Հարգելի իմ դիտորդ, ուրեմն վերջին ժամանակներս, ինչի վերջին ժամանակներս, մենք այս 18 թվից այսկոմ գրեթե ամեն օր ունենում ենք զինվորի մահ։ Երբ որ մենք 4 օրվա պատերազմում 100-ից ավել 110, ես հիմա չեմ հիշում թիվը, բայց ունեցել ենք զոհեր, բոլորը խոսվում էր, բոլորը այսպես դառնությամբ էին լցված, բայց որ այսօր ամեն օր մենք ունենում ենք զինվորի մահ, բոլորը լռում են եւ կարծես այսպես զինվորի միայն հարազատներին է այդ ցավը տալի։ Ինձ համար ուղղակի հետաքրքիր է ելակուտող, լավ սնվող, ամենաուժեղ բանակը, մարտական, զինված, մի խոսքով ինչ-որ տեսանք, հա, այսպես շքերթի ժամանակ, այս բանակում ինչ իրավունք ունի ամեն օր զինվոր սպանվի, զինվոր մահանա։ Ես կազմեցի հորար քարտեզը եւ հիմա ուզում եմ մեկնաբանեմ։ Իդեպ ասեմ, թող ինձ լսեն խելացիները, ումը որ դուր չի գալի, ավելորդ ոչ գրեք, ոչ էլ գնացեք հեռու, ձեր համար չեմ աշխատում։ Իմ էջը հայրենասեր, նորմալ, մակարդակով, կիրթ, զարգացած, խելացի, հավաքված, կոռեկտ մարդկանց համար է։ Այս շարքը կարող եմ շատ այսպես թվել, բայց այսքանով բավարարվենք։ Ուրեմն առաջին տուն ասցինդենտ գտնվում է Աց եղջյուրում, մասամբ ջրհոսում։ Ասցինդենտը խորհրդանշում է հարց տվողին եւ ընդհանուր իրավիճակը։ Աց եղջյուրը մատնանշում է պետական կառույցներ, խստություն, համակարգային խնդիր եւ ճնշում։ 8-րդ տուն, սա մահվան տունն է, սկսվում է այրուծի, ուրեմն վերջին աստիճաններում կույսի տարածքում։ Տան տիրակալը արևն է, որը գտնվում է 8-րդ տանը, արևը կույս նշանում, կույսում գտնվող արևը խոսում է ներքին պարտականությունների, ամեն օրվա ծառայության, առողջական խնդիրների կամ համակարգային մանրուքների պատճառով առաջացված ճգնաժամերի մասին։ 6-րդ տուն, բանակ եւ ծառայություն, գտնվում է Խեցգետնում, սա ուղղակիորեն մատնանշում է բանակային միջավայրը, որտեղ զինվորները դիտարկվում են որպես մեկ ընտանիք կամ հայրենիքի պաշտպաններ, սակայն Խեցգետինը նաև էմոցիոնալ խոցելիության նշան է համարվում։ Մոլորակների դիրքերը, ասպեկտները, Մարսը, ուրեմն 6-րդ տանը Խեցգետնում, սա ամենակարևոր ցուցիչներից է։ Մարսը բանակի զենքի, ագրեսիայի, կոնֆլիկտների մոլորակն է, գտնվելով 6-րդ տանը, բանակ ծառայություն եւ ունենալով լարված ասպեկտներ, այն ուղղակիորեն մատնանշում է ներքին կոնֆլիկտները, զենքի հետ կապված միջադեպերը կամ ագրեսիան ծառայագիստների միջև։ Լուսինը առաջին տանը Աց եղջյուրում լուսինը հորարում ցույց է տալիս իրավիճակի զարգացումը, զինվորների հոգեվիճակը։ Աց եղջյուրում լուսինը գտնվում է վտարման, անկման, իր ամենացածր արժանիքներում, ինչը խորհրդանշում է խորը հուզական ճնշվածություն, ստրես, չոր միջավայր եւ աջակցության պակաս։ Սատուրն Նեպտուն 3-րդ տանը ձկներում հետընթաց ռետրոգրադ, 3-րդ տունը պատասխանատու է ներքին հաղորդակցության, տեղեկատվության, ամենօրյա շփումների համար։ Նեպտունի եւ Սատուրնի հետընթաց դիրքը ձկներում վկայում է տեղեկատվության թաքցման, անորոշության, հոգեբանական ծանր գաղտնիքների եւ կառավարման բաց թողման մասին։ Աստղաբանական եզրահանգում եւ պատճառները։ Ըստ քարտեզի դասավորության հիմնական պատճառները բաժանվում են 3 հստակ գործոնների՝ համակարգային եւ հոգեբանական ճնշում, լուսին ու Սատուրն, Աց եղջյուր, ձկներ առանցքում։ Ծառայության ընթացքում զինվորների հանդեպ կիրառվում է խիստ, երբեմն անմարդկային կանոնակարգեր, հոգեբանական խորը ստրեսը եւ ոչ պատշաճ հոգեբանական աջակցությունը բերում է նմանատիպ ցավոտ դեպքերի։ Ներքին հակամարտություններ, սա Մարսը 6-րդ տանը, միջանձնային լարվածություն, դեդովշչինա, կոնֆլիկտներ կամ զենքի կիրառման անզգուշություն, դիտավորության դեպքեր ծառայության վայրում։ Գաղտնիություն եւ ինֆորմացիոն վակուում, Նեպտուն, Սատուրն ռետրոգրադ, խնդիրների ժամանակին չբացահայտվելը, ներքին միջադեպի կոծկումը կամ անտեսումը,
պատասխանատու մարդկանց կողմից։ Այս քարտեզը ուղղակի և շատ հստակ ցույց է տալիս կապը գործող իշխանության և պետական համակարգերի հետ։ Աստղաբանության մեջ իշխանությունը, պետական կառավարումը և վերադաս մարմինները բնութագրվում են 10-րդ տնով արևով։ Ահա թե ինչպես է դա արտահայտվում հորար քարտեզում։ Իշխանության տիրակալի դիրքը մահվան տանը 10-րդ տունը իշխանություն, կառավարություն սկսվում է կշեռք նշանում, որի գլխավոր տիրակալը Վեներան է, սակայն ավելի կարևոր է արևի դիրքը, որը պետության ղեկավարի և բարձրագույն իշխանության բնական սիմվոլն է։ Արևը գտնվելով 8-րդ տանը, մահվան ճգնաժամերի տուն, սա ուղղակիորեն ցուցիչ է այն բանին, որ իշխանությունը անմիջականորեն ներքաշված է այս ճգնաժամի մեջ կամ նրա որդեգրած քաղաքականությունն ու թույլ տված բաց թողումները հանդիսանում են այս մահերի անուղղակի և ուղղակի պատճառը։ Ասցենդենտը աջ եղջյուրում համակարգի ճնշում։ Ուրեմն քանի որ առաջի տունը գտնվում էր աջ եղջյուրում, աջ եղջյուրը խորհրդանշում է պետական ապարատը, բյուրոկրատիան և չոր կառավարումը և համակարգը։ Սա նշանակում է, որ խնդիրը ոչ թե պատահական է, այլ համակարգային, իշխանության ստեղծած կամ չփոխած ներքին կառուցվածքներն են, որը ճնշում է, գործադրում զինվորի լուսնի վրա։ Մերկուրի և արևի միացումը կոծկում և կառավարում։ 8-րդ տան արևի կողքին գտնվում է Մերկուրին։ Մերկուրին պատասխանատու է տեղեկատվության և պաշտոնական հայտարարությունների համար։ Արևի իշխանության հետ նրա այս դիրքը ցույց է տալիս, որ տեղեկատվական հոսքերը և պաշտոնական վարկածները ամբողջությամբ վերահսկվում է, ուղղորդվում է իշխանության կողմից, հաճախ իրական պատճառները քողարկելու նպատակով։ Պատասխանատվությունից խուսափելու ռետրոգրադ Սատուրն։ Աջ եղջյուրի պետության տիրակալը Սատուրնը գտնվում է հետընթաց ռետրոգրադ վիճակում և 3-րդ տանը։ Սա խորհրդանշում է իշխանության կողմից իրական քայլերի հետաձգում, խնդրի արմատական լուծումից խուսափում և անդրկուլիսյան թաքնված գործընթացներ, որոնք թույլ չեն տալիս հարցը վերջնականապես կարգավորել։ Խնդրի նվազում և մանրուքների վերածում։ Արևը կույսում։ Իշխանությունը հարցին նայում է զուտ տեխնիկական, կենցաղային տեսանկյունից։ Աստղաբանական հիմք արևը գտնվում է կույսի նշանում, որը պատասխանատու է մանրուքների, կանոնակարգերի և հրահանգերի համար։ Նրանք խնդիրը չեն դիտարկում որպես մեծ, համակարգային կամ քաղաքական աղետ, փոխարենը փորձում են ամեն ինչ բացատրել առանձին տեխնիկական սխալներով, զինվորների անձնական, առողջական կամ կենցաղային խնդիրներով և կանոնադրական մանր խախտումներով։ Ինքնապաշտպանության և վաղ սեփական վարկանիշի համար արևը 8-րդ տանը։ Մոտեցում է իշխանության այս հարցում, տեսնում ենք, որ ուղղակի սպառնալիք իր գոյության և ամեն կերպ պաշտպանության համար իր դիրքերի։ Աստղաբանական հիմք 8-րդ տունը ճգնաժամերի և վախերի տունն է, գտնվում է այստեղ իշխանության գլխավոր նպատակը դառնում է ոչ թե խնդրի արմատական լուծումը, այլ սեփական կաշին ու վարկանիշը փրկելը։ Նրանք այս մահերին նայում են որպես ճգնաժամի, որը պետք է արագ մարել, որպեսզի այն չհարվածի իրենց գահին։ Այրված տեղեկություն և կոծկում։ Մերկուրի արևի հետ մոտեցումը իշխանության հիմնական գործիքը տեղեկատվության սահմանափակում և իրենց ձեռնատու վարկածների առաջնորդումն է, քողարկում։ Աստղաբանական հիմք։ Մերկուրին գտնվում է արևի հետ նույն տանը ու նշանում աստղաբանության մեջ սա կոչվում է մոլորակի այրում արևի ճառագայթներից։ Սա նշանակում է, որ պաշտոնական խոսույթը, հայտարարություններն ու քննչական տվյալները հարմարեցվում են իշխանության քաղաքական շահերին։ Իշխանությունը հարցին նայում է այնպես, որ իրականությունը հնարավորինս քիչ դուրս գա հանրության մեջ։
Իրավիճակի զարգացումը մոտակա ժամանակահատվածում պետք է նայենք այստեղ լուսնի շարժը, հանրային լարվածության մեծացում, լուսինը առաջին տնից պատրաստվում է լարված ասպեկտ քառակուսի կազմել 6-րդ բանակի տան հետ, բանակի տանը գտնվող Մարսի հետ։ Սա նշանակում է, որ առաջիկայում հարցի շուրջ լարվածությունը, հանրային դժգոհություններն ու բողոքի ալիքները մեծանալու են։ Լուսնի դիրքը այդ եղջյուրում, քանի որ լուսինը թույլ դիրքերում է, հանրությունը եւ զինվորների հարազատների վիճակը դժվար է լինելու արագ արդարության հասնելը։ Համակարգը այդ եղջյուրը ցույց է տալու ուժեղ դիմադրություն։ Ուրեմն, որ պաշտոնական մարմիններն են կրում հիմնական պատասխանատվությունը այս աղետի հետ։ Պաշտպանության նախարարություն եւ բարձրագույն հրամանատարություն Մարսը խեցգետնում 6-րդ տուն, քանի որ Մարսը բանակի ղեկավարումը գտնվում է թույլ էմոցիոնալ խոցելի նշանում խեցգետնում, սա վկայում է բարձրագույն սպայական կազմի նախարարության կառավարչական տապալման մասին։ Հիմնական հանրային հարվածն ու պաշտոնանկությունները կրելու են հենց բանակի վերնախավի ներկայացուցիչները, ստից հանելու են, ուրիշ մի հատ անբարոյականի զավակի դնելու են։ Ռազմական դատախազություն եւ քննչական մարմիններ։ Մերկուրին արևի տակ 8-րդ տանը։ 8-րդ տանը գտնվող իշխանության արևի կողմից այրվող Մերկուրին ցույց է տալիս, որ իրավապահ եւ քննչական մարմինները չեն գործում անկախ, նրանք կատարում են իշխանության քաղաքական պատվերները, փորձելով արագ կարճել գործերը կամ առաջ քաշել ինքնասպանության, ազգուշության կեղծ վարկածները, ինչը նրանց դարձնում է հանրային ատելության գլխավոր թիրախներից մեկը։ Բանակի իրական վիճակը, օբյեկտիվ աստղաբանական պատկերը, հոգեբանական քայքայում եւ բարոյալքում 6-րդ տան բանակի տիրակալ լուսինը գտնվում է այս եղջյուր նշանում իր ամենաթույլ վտարված կարգավիճակում։ Սա նշանակում է, որ զինվորների շրջանում տիրում է հուսալքություն, խորը դեպրեսիա, էմոցիոնալ անտարբերություն եւ անպաշտպանվածության զգացում։ Զինվորները չեն զգում պետության կամ հրամանատարության աջակցությունը, ինչը հանգեցնում է ներքին հոգեբանական կոտրվածության։ Ներքին թշնամանք եւ անվերահսկելի ագրեսիա։ Մարսի ներկայությունը 6-րդ տանը խեցգետնում աստղաբանության մեջ համարվում է ամենավատ դիրքերից մեկը բանակի համար։ Մարսի անկման նշանները։ Սա վկայում է այն մասին, որ բանակի ներսում ուժը, զենքն ու ագրեսիան ուղղված են միմյանց դեմ, ոչ թե արտաքին թշնամու, այլ ներքին ստորաբաժանումների եւ զինակիցների դեմ։ Սա դեդովշինայի, կլանային բաժանումների, ոչ կանոնադրական հարաբերությունների եւ անձնակազմի նկատմամբ կիրառվող ֆիզիկական ու հոգեբանական բռնության ուղիղ ապացույցն է։ Մեր լույսերը գնացել է, բայց ես շարունակեմ խոսեմ։ Դե արդեն ես ասեցի չէ, որ ապրում ենք Նիկոլի երկրում, այսպես է պետքա լինի։ Չեմ ուզում ընդհատեմ նյութս, ոչինչ, քանի որ ասցենդենտ այդ եղջյուրում է, արտաքուստ ցույց է տրվում, թե բանակում կա խիստ կարգապահություն, հրամաններ եւ վերահսկողություն, սակայն երրորդ տան գտնվող ռետրոգրադ Սատուրնն ու Նեպտունը բացահայտում են, որ այդ կարգապահությունը միայն թղթի վրա ֆասադային նշանակություն ունի։ Իրականում ներքին օղակներում տիրում է քաոս, թերի կառավարում եւ տեղեկատվության կանխամտածված խեղաթյուրում, ստորին հրամանատարներից դեպի մինչև վերադաս։ Սպառազինության եւ կենցաղային պայմանների խնդիր։ Կույս նշանի ակտիվությունը 8-րդ տանը հուշում է, որ բանակում կան նաև զուտ կենցաղային տեխնիկական անվտանգության կանոնների չպահպանման եւ բժշկական անդրադարձի լուրջ բացթողումներ, որոնք անտեսվում են, բայց դառնում են ճակատագրական հայ զինվորի համար։ Մարսի անկումը խեցգետնում ագրեսիայի վերածումը ներքին տերորի։ Ամենագլխավոր ցուցիչը Մարսի դիրքն է 6-րդ տան բանակի տուն խեցգետնի նշանում։ Աստղաբանության մեջ Մարսը խեցգետնում գտնվում է իր անկման կարգավիճակում։ Սա նշանակում է, որ մոլորակի առողջ տղամարդկային եւ պաշտպանողական էներգիան այստեղ աղավաղվում, ոտնահարվում եւ փջանում է։
զինվորական ուժը եւ զենքը, որոնք պետք է ուղղված լինեին թշնամուն արտաքին, վերածվում են ներքին հոգեբանական տերորի, կլանային բաժանումների եւ թույլերին ճնշելու սովորությանը։ Սա ստեղծում է միջավայր, որտեղ սեփական վախերն ու բարդությունները արտահայտվում են ծառայակիցների նկատմամբ դաժանությամբ անմարդկային վերաբերմունքով։ Համակարգի չորությունը եւ անտարբերությունը, Աջեղջյուր Սատուրն։ Աջեղջյուրը խորհրդանշում է սառնություն, էմոցիաների բացակայություն, բյուրոկրատիա եւ բացարձակ անտարբերություն մարդկային կյանքի հանդեպ։ Նեպտունի եւ Սատուրնի մշուշը երրորդ տանը, լռություն եւ անպատժելիություն։ Երրորդ տանը գտնվող հետընթաց Նեպտունն ու Սատուրնը ցույց են տալիս, որ բանակի ներսում գործում է օմերտայի լռության կանոնը։ Զինվորները եւ ստորին սպաները վախենում են բարձրաձայնել խնդիրները, սպառնալիքների կամ բռնության մասին, քանի որ չկա վստահություն, որ ինֆորմացիան միշտ խեղաթյուրվում է Նեպտունով եւ իրենց մոտ առաջանում է վախ, քանի որ նախկինում տեղի ունեցած դեպքերը պատշաճ չեն պատժվել, բանակի ներսում ձևավորվել է բացարձակ անպատժելիության մթնոլորտ։ Լուսնի վտարումը, զինվորների լիակատար անպաշտպանվածությունը, բանակի 6-րդ տանտիրական լուսինը գտնվում է Աջեղջյուրում վտարման մեջ։ Սա նշանակում է, որ զինվորները բանակային միջավայրում զրկված են ցանկացած տեսակի մայրական, հոգեբանական կամ մարդկային պաշտպանությունից։ Նրանք իրենց զգում են լքված ու միայնակ։ Քարտեզը ցույց է տալիս, որ այս ամենի հետևում կա հստակ միտումնավորություն, բայց այն երկշերտ է թե անհատական եւ թե համակարգային մակարդակում։ Միտումնավոր անհատական մակարդակում Մարսի դիրքը, ցուցիչը, 6-րդ տան բանակ գտնվում է լարված ասպեկտների մեջ։ Մարսը աստղաբանության մեջ խորհրդանշում է ֆիզիկական ուժ, հարձակում եւ զենք։ Իրականություն։ Նրա ներկայությունը բանակի տանը վկայում է այն մասին, որ դեպքերի զգալի մասը տեղի են ունենում ուղղակի ֆիզիկական բռնության, հալածանքների կամ զենքի գիտակցված միտումնավոր կիրառման հետևանքով։ Սա նշանակում է, որ կան կոնկրետ անձինք, ովքեր գիտակցաբար գնում են կոնֆլիկտի եւ ճնշումների։ Համակարգային միտումնավորություն, Արևի եւ Մերկուրի այրումը, ցուցիչը, Արևի իշխանության եւ Մերկուրի ինֆորմացիայի քննության միացումը 8-րդ տան մահվան տան հետ։ Իրականությունը, սա ցույց է տալիս իշխանական համակարգի գիտակցված մոտեցումը։ Նրանք միտումնավոր կերպով թաքցնում են իրականությունը, փոխում են փաստերը եւ առաջ քաշում իրենց ձեռնատու վարկածները։ Համակարգը գիտակցաբար ընտրել է խնդիրը չլուծելու եւ այն կոծկելու ռազմավարությունը, քանի որ իրական բացահայտումը կվնասի պետական վերնախավի շահերին։ Գիտակցված անպատժելիություն, ցուցիչը, կարգապահության եւ օրենքի մոլորակ Սատուրնը հետընթաց է ռետրոգրադ եւ գտնվում է թույլ դիրքերում։ Չկա վերահսկողություն, չկա անպատժելիության մթնոլորտ։ Կա ներողություն, անպատժելիության մթնոլորտ։ Պատասխանատու մարմինները միտումնավոր աչք են փակում ներքին կամայականությունների վրա։ Նրանք գիտեն խնդրի մասին, բայց գիտակցաբար չեն պատժում մեղավորներին, ինչը ներսի դաժան մարդկանց հստակ ազդակ է տալիս, որ իրենց արարքները մնալու են անպատժելի եւ կարող են կրել շարունակական բնույթ։ Զինվորներին զոհաբերելու տենդենսը, քանի որ Արևը իշխանությունը գտնվում է 8-րդ տանը, մահ տրանսֆորմացիա համակարգը պատրաստ է միտումնավոր զոհաբերել զինվորների շահերն ու կյանքը, սեփական կայունությունն ու դիրքերը պահպանելու համար։ Դե ինչ խոսք, բանակում զինվորին լավ պահելու, լավ կերակրելու փոխարեն դուք կարող եք ստանալ պարգևավճարներ, քշել լավ մեքենաներ, ապրել դղյակներում։ Իհարկե, դա կկպնի ձեր ապրելակերպին, դրա համար ձեզ հետաքրքիր չի, թե զինվորը ինչ օրով է ապրում։ Առաջին հայացքից թվում է, թե նման քաղաքականություն թուլացնում է իրենց դիրքերը, բայց սա իրականում համակարգի համար գոյատևման եւ ինքնապաշտպանության միակ իմաստն է ու մեխանիզմն է դառնում։ Դուք կարճաժամկետ կայունությունը ձեր համար ավելի կարևոր է, քան զինվորի կյանքը։ Ուրեմն քարտեզում Մերկուրին եւ Արևը միասին են, բայց Մերկուրին այրված է։ Իշխանության մակարդակով ստեղծվում է մի թեզ,
թե խնդիրը ոչ թե իրենց քաղաքականության մեջ է, այլ կոնկրետ զորամասի, կոնկրետ սպայի, զինվորների, անձնական որակների մասին։ Քանի որ ասցենդենտը այդ եղջյուրում է, համակարգը հավատում է, որ ցանկացած զիջում, սխալի ընդունում կամ թուլության նշան կդիտարկվի որպես պարտություն։ Նրանց թվում է, թե կոշտ, սառնասիրտ և անդրդվելի դիրքորոշումը պահելով իրենք ավելի շուտ կպահեն ղեկը, մեղքը գցելով զինվորի, հրամանատարի կամ բանակի օրենքների վրա, իրենք դուրս են գալիս անմեղ սունակ, որ իրենք մեղավոր չեն, որ դա տեղ է ունեցել ոչ իրենց մեղքով, որ իրենք ամեն ինչ անում են, իսկ խոսել իրական այդ թերության կամ այդ դեպքի մասին, դա արդեն բացահայտ խոսում է իրենց անտարբերության, բանակին չհետևելու, բանակում ճիշտ օրենքներ չկիրառելու մասին։ Տեղեկատվական մանիպուլյացիա հետընթաց Նեպտունի երրորդ տանը հուշում է, որ իշխանությունը հույսը դնում է հանրության կարճ հիշողության և տեղեկատվական այլ թեմաներով, դե իհարկե, քանի որ այդքան զինվորի մահ մոռացվեց, այսպես այս դեպքերը ավելի շուտ կմոռացվեն։ Շոուներ, այլ հանրային սկանդալներ, մարդկանց ուշադրությունը շեղելու վրա, նրանք գիտեն, որ ժամանակի ընթացքում աղմուկը կնստի և իրենց դիրքերը ֆիզիկապես կմնան անսասան։ Աստղաբանական տեսանկյունից պահել բանակը զուգահեռ կառավարել կլիներ ամենախելամիտ ու տրամաբանական ճանապարհը, սակայն այս կոնկրետ քարտեզը հստակ ցույց է տալիս, թե ինչու իշխանությունն ի վիճակի չէ կամ չի ցանկանում գնալ այդ ճանապարհով բանակը զինելու, բանակի զինվորի համար ճիշտ վայր ստեղծելու, կոնկրետ միջավայր, խիստ օրենքներ, անվտանգություն ստեղծելու համար, ինչի ոչինչ չի անում։ Ռեսուրսներ չեք ուզում դնեք, չեք ուզում, ելակը պրծավ, այդ ելակը նկարելու համար էր, քթերից եկավ այդ երեխեքի այդ մի քանի հատիկ ելակը։ Մարսի անկումը բանակը վերահսկողությունից դուրս է, Մարսը գտնվում է Խեցգետնում իր ամենաթույլ կարգավիճակում, իր ամենաանարժանապատիվ դիրքում։ Սա ցույց է տալիս, որ բանակի ներսում ձևավորվել է ինքնագլուխ ստվերային քրեականացված կլաններ, որոնք իրականում թելադրում են բարքերն ու զորամասերում տեղի ունեցած իրադարձությունները։ Իշխանությունը ինքը վախենում է մտնել այդ դաշտ և կտրուկ փոփոխություններ անել, քանի որ չունի բանակի ներքին կառուցվածքի վրա լիակատար վերահսկողություն։ Նրանց համար ավելի հեշտ է աչք փակել այդ դաժանությունների վրա, քան բացահայտ առճակատել այդ անօրինական վարքագծին։ Այդ եղջյուրի էգոիզմը և Սատուրնի հետընթացը Ասցենդենտը այդ եղջյուրում խորհրդանշում է մի կառույց, որը մտածում է միայն իր նեղ շահի և պաշտոնի պահպանման համար։ Տենաս էդ ինչ կլեա։ Տոտալ անտարբերություն, քարտեզի ամենացավոտ կետն է սա, որը բանակի ներքին կյանքի տիրակալ լուսինը վտարված է այդ եղջյուրում։ Սա նշանակում է, որ համակարգի ներսում չկա կարեկցանք, չկա մարդասիրություն։ Զինվորների կյանքը բարձրագույն արժեք չէ այլևս, նրանց մոտեցումն այնպիսին է, բանակ է, կլինեն նաև զոհեր։ Վերջնական եզրահանգում, իշխանությունը չի կարողանում պահել բանակը, քանի որ դրա համար պետք է պատժվել մեղավորները, փոխել հրամանատարական կազմը, ներդնել մարդասիրական արժեքներ, սակայն լինելով թույլ ճգնաժամ վիճակում, այսօր կենտրոնացվել է իր աթոռն ու գահը պահելուն։ Գուցե չեք ուզում առճակատման գնալ, ես իմ ում տղեն ա այնտեղ եղանակ փոխում, հա, ով գիտի ձեր անցած ուղին կամ անցած ճանապարհը։ Ինչևիցե, ոչինչ չփոխել, այլ ընդհակառակը կոծկել իրականությունը և ձևացնել, թե ամեն ինչ վերահսկվում է։ Եվ ասեմ, որ մոտ ժամանակներս իշխանությունը իր վերաբերմունքը բանակի հանդեպ չի փոխի, հարգելի մայրեր, հարգելի հայրեր, հարգելի քույր եղբայրներ, հարգելի
զինվորի ծնողներ։ Մանր զոհաբերություններ, կույս նշանի ազդեցությունը, ճնշումը մեղմելու համար իշխանությունը կարող է գնալ կոսմետիկ փոփոխությունների ընդհանրապես, պաշտոնից հեռացնել մի քանի այսպես մանր մունր պաշտոնյաներ։ Ավելին չեմ ուզում խոսեմ, որովհետև շատ երկար կտևի նյութը։ Սա է դառը ճշմարտությունը։ Չգաք չգրեք, որ ես չառնեմ, չգաք չգրեք, որ էդ էլ է ռուսը մեղավոր, չգրեք ինձ այդպիսի բաներ, մատներ կջարդեմ, զուսպ եղեք, անցեք իմ կողքով, ինչը որ ձեզ դուր չի գալի, ինձ էլ դուք դուր չեք գալի, եթե դուք ունակ եք հնդկական սերիալներ նայելու, արևածաղիկ չրթելու, մեկ էլ հայաթուն բեսեդկի մեջ նստելու, հարևանի ցելեֆոնի առևտրի քանակը հաշվելու, թե ինչքան գումար է ծախսել, ով է կավում տուն, ով գնաց, ի տարբերություն ձեզ, ես ապրում եմ իմ հայրենիքով, ես ապրում եմ իմ զինվորով, ես ապրում եմ իմ աշխատանքով, իմ սրբացած գործով։